Նոր ռաունդ ու եւս մեկ մարզ Սերժ Սարգսյանին հաջորդ հաշվետվությունն է ներկայացնում Արագածոտնի մարզպետը։ Քննարկման գլխավոր թեման գյուղատնտեսությունն է, մասնավորապես անասնապահությունն ու ենթակառուցվածքների զարգացումը։ 2015 թվականին 14-ի համեմատ կրկնապատկվել են միջոցները, որ ուղղված են այս ոլորտի զարգացմանը, եւ մենք ակնկալում ենք, որ միջոցների ավելացումը բերելու է նաեւ իրավիճակի բարելավում, արդյունքների կրկնապատկում եւ միգուցե մի քիչ ավելի, որովհետեւ պետք է շատ խնայողաբար վերաբերվել այս միջոցներին։ Շուրջ 20 տարուց ավելի աշխատում եմ մարզպետարանում եւ հիմնականում գյուղատնտեսության ոլորտն եմ ղեկավարել եւ այդ տարիներին չի եղել նման մոտեցում ու հատկացում, որ գյուղատնտեսության բնակավարում կատարվել է աջակցություն, բիոկուտ աջակցություն գյուղացուն։ Դա բերել է նրան, որ գյուղացիներին այսօր շուրջ 1000-1500 հեկտար նոր այգիներ են հիմնվել։ Հայտնի է, որ գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախապայմանը լավ ճանապարհներն են։ Նախագահը քննարկման ընթացքում հայտարարեց, որ հյուսիս-հարավ ավտոմայրուղու մարզով անցնող հատվածի շինարարությունը կավարտվի 2018 թվականին։ Այս հարցում նախագահը ակնկալում է մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների աջակցությունը։ Անհրաժեշտություն կա անշուշտ ճանապարհի համար նոր հողակտորների իրացման, այսինքն մարդիկ պետք է հասկանան, որ այս ճանապարհը շատ կարևոր է հանրապետության համար եւ բնականաբար առաջին հերթին մարզի համար։ Մարզպետը զեկուցեց, որ նախագահի հանձնարարությամբ աշխատել են համայնքապետերի ու տրանսպորտի նախարարության հետ եւ ոչ մի համայնքում հողերի իրացման խնդիր չի առաջացել։ Մարզում մնացել է Մաստարայից դեպի Շիրակ գնացող ճանապարհահատվածի օղակը, որը նույնպես շուտով կիրացվի։ Շուկայական գներով են, չէ՞։ Շատ բարձր գներով, պարոն նախագահ, եթե հեզրադրությամբ, եթե մարդը ուզենա Ուջանցին, Աքարակցին կամ Զորապսին վաճառել հողը, չի կարող այդ արժեքով վաճառել։ Նախագահը մարզպետին կոչ արեց ավելի ուշադիր եւ բծախնդիր լինել առողջապահության եւ կրթության խնդիրներին եւ մեծ ուշադրություն դարձնել կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը։ Արագածոտնը մեր այն եզակի մարզերից է, որտեղ գյուղական բնակչությունը մի քանի անգամ գերազանցում է քաղաքային բնակչությանը, ուստի այս խնդիրները շատ ավելի հրատապ լուծում են պահանջում գյուղական բնակավայրերում։ Մարզպետը խոստացավ կրկին վերանայել այդ հարցը, հատկապես կադրային քաղաքականությունը, մինչև այդ պարբերաբար մանկավարժներին ու բժիշկներին ուղարկում են վերապատրաստման։ Նախագահը հորդորեց շահագրգռել մարդկանց, որ գնան աշխատեն մարզի գյուղական համայնքներում։ Զորապ Արոյան, ժամը լրատվական։